Շարունակում է կենտրոնի առավոտացելի հեռուստադիտողներ, մեր հյուրերը տաղավարում են, ես սիրով թեման ներկայացնեմ։ Մարտի 20-ին ժամը 19:00-ին Նարեկացի արվեստի միությունում տեղի կունենա Արցախը կանչում է գրքի շնորհանդես եւ համերգ։ Արցախը կանչում է ալբոմը Նարեկացի արվեստի միության հերթական հրատարակությունն է, որտեղ ընդգրկված 13 ստեղծագործություններ ներկայացնում են երաժշտագետ բանահավաքների կողմից գրի առնված Արցախի ժողովրդական երգաստեղծության տարբեր ժանրերի երկրագործական հորովելներ, կանանց աշխատանքային ծիսական հարսանեկան բարերգեր եւ քնարական երգեր։ Գրքի եւ միջոցառման մասին կպատմեն մեր հյուրերը։ Կառավարության ականջից հեռու Արցախը կանչում է, թե մի բան կանեն։ Ես ներկայացնեմ մեր հյուրերին Նարեկացի արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյան, Նարեկացի նվագախմբի գեղարվեստական ղեկավար Արտեմ Խաչատուր, մեներչուհի Լուսին Վաննես։ Բարի լույս։ Բարև ձեզ։ Շնորհակալ ենք, որ մեր հյուրն եք, վաղուց չենք տեսնվել։ Այո։ Ինչքան ժամանակ է, ձեզ հետ հատկապես։ Երևի թե մի 4 տարի առաջ վերջին անգամ։ Դե ասեք, ինչի ուշ գալիս մեզ հյուր։ Մենք ժամանակին ենք գալիս, ուղղակի ամիշիկը տեղափոխվում է, հաճախ չենք տեսնում։ Ուսուշ են գալիս, բայց ոչ ուշացած, հա։ Այդ էլ է ճիշտ։ Հաճախ տեղափոխվում, ասում գտնում են որտեղ է։ Իրականում մենք արդեն մեզ մնացել է, էլ քիչ առաջ ասում եմ թեման չի կարող շղթայաբար չկապվել անընդհատ, առավոտից խոսում ենք ու բողոքում ենք, բայց իրականում մեզ մնացել է միայն ուրախանալ մշակութային անհատների արված նվիրումի հաշվին գործով, որովհետև ես հասկացել եմ մի բան, այն ինչ որ տեղի է ունենում մշակութային դաշտում, լավ, այդ անհատի հաշվին է, ոչ մի պետական մակարդակով այլևս հույս չի կարող լինել, որ մենք կարող ենք ունենալ բովանդակություն ունեցող, էլի թե մանր-մունր բաներ կարող է, բայց բովանդակություն ունեցող անելիքներ այլևս հույս չկան, հենց որ ինձ թվում է շատ հայերի, գիտակից հայերի հույսը անհատներն են։ Նենց որ ապրեք դուք։ Այո, նախ շնորհավորում ենք իհարկե, եւ հիմա անդրադառնանք բուն գործին։ Ապրեն բոլորը, որ նվիրված են եւ անում են ինչ որ պետք է հենց հայ ժողովրդի համար, ազգի համար։ Ինչ կապված է Արցախը կանչում է այս ձայնասկավարակ կոչենք եւ գիրք եւ բավարարական բնույթ ունեցող Արցախի հետ կապված Նարեկացի արվեստի միությունը ունեցել է Շուշիում մասնաճյուղ, որ դռները բացվել են 2006 թվականին։ Եվ մինչև Արցախի կորուստը 2020 թվական մենք ծառայել ենք այնտեղ, ունեցել ենք հազարավոր երեխաներ, որոնք այցելել են մեր մշակութային կենտրոնը, գրթվել են, հենց ինք այսօր ամբողջ այս ծրագիրը ինքը ծնավ։ Այս ամենը այնտեղա չէ մնացել։ Այո, այո։ Ցույց չտամ ին ֆակտի չհասնեք, ինչ հասնեմ։ Կամ հասնենք։ Դե Նարեկացի շենքը որ ցույց տակ, մենք կառուցել ենք ինքը փլատակ շենք ա եղել, հետո մենք կառուցել ենք մեջտեղը կտեսնեք միտեղ 3 հարգանի հսկայական շենք ա եղել եւ ունեցել ենք բավական շատ դասարաններ դարբեր արվեստի ոլորտի մեջ երգ, բար, դասավանդություններ, ասեղնագործություն, գավակորձություն, բավականին շատ թատրոն, ասմունք, բար, Գագիկ Կինոսյանն էլ շատ հաճախ գնացել են այնտեղ բարել են։ Հենց ինքը Լուսին Վանեսը երգեցողության ժողովրդական եւ հոգեվոր երգերի ուսուցչուհին է եղել։ Եվ հենց ինքն էլ երգում է այստեղ, եւ այդ նույն դասավանդությունը, որ ինքը անում էր այնտեղ, շարունակվում է Նարեկացի Երևանում։ Այս գրքի մեջ նաեւ կտեսնեք այս սկսեմ այնտեղից, որ երբ որ գործերինք Շուշին 2020 թվականին, այս քաղաքը ինքնին ծնավ երգերը ուսումնասիրելու, պահպանելու, ձայնակրելու եւ արցախյան բարբարով ամեն ինչ արցախյան երգեր են իրենք ժողովրդական մանրամասնությունները երգերու Լուսինը կպատմի։ Ես հիմա խոսքերն եմ կարդում, դուք կարող եք իհարկե մանրամասնել, համեցեք։ Շնորհակալ եմ։ Ալբոմում ընդգրկված են 13 երգեր, որոնք ունեն ավելի քան 1 դարյա պատմություն։ Ուրեմն երկրագործական երգեր, կանանց աշխատանքային արտոնին երգեր, օրոր, բարերգեր եւ հարսանեկան երգեր։ Երգացանկը ընտրելիս առաջնորդվել են կոմիտասյան ժանրային դասակարգման սկզբունքով։ Պետք է նշեմ, որ Կոմիտաս վարդապետը Գրիգոր Սյունին, Ռոբերտ Աթայանը, Մաթևոս Մուրադյանը, Գուրգեն Գաբրելյանը իրենց մեծ ներդրումն ունեն
Արցախյան երաժշտության հավաքագրման, ձայնագրման մեջ։ Մի քիչ էլ բարձր, եթե կարելի է, որ հեռուստադիտողը ձեզ լավ լսի։ Եվ Արցախյան հորովելների անդրանիկ ձայնագրությունը պատկանում է հենց Կոմիտաս վարդապետին, որը շատ կարևոր է, եւ ասեմ Արցախյան հորովելների զգալի մասը պատկանում է Վարանդայի ներկայիս Մարտունու շրջանին։ Վարանդան դա հոգևոր կենտրոն էր ողջայության համար, ինչպես բոլորս գիտեն, Գրիգոր Լուսավորիչը 4-րդ դարի սկզբում հենց Վարանդայում Ամարաս վանքը հիմնադրեց։ Մեսրոպ Մաշտոցն էլ գրերի գյուտից հետո առաջին Արցախի դպրոցը բացեց։ Ձիգտուկ հաշի հորովելը, որը իդեպ ընդգրկված է մեր երգացանկում։ Հա, ես տեսա արդեն։ Կոմիտաս վարդապետը անդրանիկ ձայնագրությունը կատարել է արմատներով շուշեցի վարդապետ Խաչիկ Դադյանի ձայնից, ով այդ տարիներին աշխատում էր Գևորգյան ջեմարանում։ Իդեպ Խաչիկ Դադյանը, ինչպես գիտենք, Ազոխի քարանձավն է եղել նաև, ինչպես նաև Զվարթնոց տաճարը։ Կոմիտասագետ Ռոբերտ Աթայանի կարծիքով Կոմիտաս վարդապետը երբեք Արցախում չի եղել եւ այդ ամենից հետեւություն, որ ձայնագրությունները տեղի են ունեցել իրեն հանդիպած արցախցիներից։ Նախագիծը շատ կարևոր էր ինձ համար առավել եւս եւ երբ միտքը ծնավ դիմեցինք պարոն Հարությունյանին, պարոն Հարությունյանը ողջունեց եւ սկսեցինք հավաքագրման աշխատանքներ կատարել։ Դժվար էր այդ process-ը։ Բավականին երկար տևեց։ Դիմեցի ես Գիտությունների ակադեմիա արվեստի ինստիտուտի ավագիտաշխատող գիտությունների թեկնածու Մարիաննա Տիգրանյանին, ով սիրահոժար տրամադրեց նոտաները, Արամ Քոչարյանի ձայնադարանի ձայնագրությունները, այնուհետև կոնսերվատորիայի ֆոլկլորագիտության ամբիոն, դասախոս Ալինա Փահլևանյանին, պրոֆեսոր Եվ այդպես հավաքագրման աշխատանքները ավարտելուց հետո դիմեցինք մայստրոին, երաժշտական իդեպ նշեմ բոլոր երգերի մշակումները կատարել է մայստրո Արտեմ Խաչատուրը, նվագակցությունը Նարեկացի նվագախումբը, որի համար հայտնում եմ խորին երախտագիտությունը։ Մենք էլ ես գտա իմիջիայլոց, ես ոնց որ թե բացման արարողությունն է, հա, շենքի։ Այո, դի հանգուցել հայրս է 2006 թիվ օգոստոս 31 Բավական մեծ շուկով ոնց որ թե նշվել է բացում, ես այստեղ տեսա երեխաների երկար։ Այսի կարևոր է ոնց ենք ստանցնել եւ ոնց ենք կառուցել։ Ահա, այսինքն սա ինչ վերանորոգումն է եղել։ 2002 թիվին ենք ստանցնել այս վիճակի մեջ։ Հետո կամած մի քանի տարի կառուցել ենք։ Եվ ինքը բավականին հսկայական էր 3 հարկանի շենքը, յետև ունեինք ամֆիթատրոն, որ վերանորոգել ենք։ Հետո հեքիաթների տուն, որ թատերական ուներ սրա, եւ ներքևում փոքրիկ մի հատ վերջում կաֆե էինք կառուցել։ Տեղեկություններ կան, ներողություն, ինչ վիճակում է հիմա օրինակ, չէ՞։ Մայստրոին, եթե կարելի է, ես չնայած ասում եմ ինչ որ դուք արել եք, սա ձեր ոչ բնույթից, ոչ մասնագիտական կարողություններից հեռու չէ, եւ գիտեմ որքան հոգեհարազատ է առհասարակ ներգրավել այս տեսակ ծրագրի մեջ։ Եթե մենք հիմա խոսում ենք 10 քանի երկ, ասացիք 13 երկ է հավաքագրվել, իրականում երբ խոսում ենք գործիքավորումից, վստահ եմ որ դուք կոմիտասից հաստատ չեք հեռանում եւ ձեր աղբյուրը միևնույնն է ու այն ինչ որ դուք անում եք դրան հավատարիմ է, բայց ինչ է տեղի ունեցել իրականում մշակման ընթացքում։ Մշակման ճիշտն ասած որ նոր նշվեց ալբոմի ժամանակագրությունը բայց կարելի է հաշվել մինչև մեր օրերը, որտեղ այնտեղ երկու երգ իմ երգերից են զետեղված, իմ գրած մեղեդիներն են ավելի ճիշտ։ Մի երգը ճյուղ ծաղկի կենաց, որ հարսանեկան երգ է, դա դրա խոսքերի հեղինակ Ալեքսանդր Մանասյանն է, պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանը եւ հեղինայի երգը նույնպես, եւ երկու երգի մեղեդին էլ ես եմ գրել եւ դա մտել է կարծեմ Շուշիի ազատագրման 20-ամյակին կատարվել են այդ երգերը արդեն այնտեղ։ Դա իրենց մշակույթի նախարարի հանձնարարությամբ գրվել են այդ երգերը եւ այդ ժամանակին։ Իսկ ինչ վերաբերում է գործիքավորումներին, բնականաբար կա տրադիցիա, որ փոխանցվել է հնից, ճիշտ է, հիմա ճիշտ ասենք, սա համարվում է ժամանակավրեպ, բայց դա ինձ բոլորովին չի նեղացնում կամ խանգարում, որ ես շարունակեմ պահել ավանդությունը։
ինչքան էլ որ այս արվեստը ժողովրդական երաժշտությունը չի գնահատվում թե պետության կողմից, թե բանի հասարակության նույնիսկ կողմից, որովհետև ինչպես դուք գիտեք, հիմա ժամանակակից է համարվում է խարույկի մոտ գիտար նվագելը, իսկ մեր Այդ լավագույնը, այդ լավ բան է դեռ ասում։ Մեզ հիմա բանը Կետսի Պերին է հետաքրքրում, որ չգիտեմ, ինչ որ սատանիստական տեքստեր ասում, բայց մենք մեծ ոգևորությամբ որ մենք ապացուցում ենք, որ օրինակի համար եմ ասում, իհարկե նվագարանների անուններ, ջութակ եւ թավ ջութակով Եվրոպայից եկել ենք, ուրիշի հողերի վրա ապրում ենք։ Ես դրա այդ կարծիքի կողմնակիցը չեմ, ոչ այս նվագարաններով մենք վաղուց եւ